Օրերս համացանցում տեսանյութեր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է Մազդայի վարորդը խցանման ժամանակ մայրաքաղաքի Մայիսի 9-ի փողոցում դուրս եկել հանդիպակաց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Երևանի գնդի պարեկները Մազդան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Համայնքային ոստիկանության Արտիկի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Անուշավան գյուղի առաջին փողոցում գործող գազալցակայանի աշխատակիցը նշված տարածքում առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի վաճառքով է զբաղվում։ Բացատրական աշխատանքի արդյունքում Արտիկի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա Mercedes Magnus-ի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։ Կատարվում է նախաքննություն։ Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել $9,000։ Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտման ուղղված միջոցառումներ, փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ եւս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնել ու թալանել էին տունը, թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում ոչինչ չգողանալով փախել էին։ Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն 2 անձ։ Կոտայքի քրեական ոստիկանների վարկածով 3 դեպքն էլ նույն անձանց գործն է։ Այս տրամաբանությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացել են տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա եւ 27-ամյա տղամարդիկ։ Ավելին քրեական ոստիկաններին հաջողվել է նաեւ փաստով բռնել նրանց։ Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն են կատարել նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից եւ նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած Ford Transit Magnus-ի մեքենայով տեղափոխում էին գողունը, Կոտայքի քրեական ոստիկանները համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ ժամը 15:35-ին Արշակունյաց պողոտայում 3-ն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են քրեական ոստիկանության մարզային վարչություն։ 31 եւ 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։